Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալի շուրջ կրկին իսկական ինտրիգ է ձևավորվել այս օրերին սոցցանցերում մեծ քննարկումների պատճառ է դարձել սերիալի ինստագրամյան պաշտոնական էջում հրապարակված կարճ, բայց խորհրդավոր գրառումը «Ավարտը մոտ է»։ Այդ բառերն անմիջապես թափ տվեցին ոչ միայն հեռուստադիտողների հուզական աշխարհն, այլ առաջ բերեցին հարյուրավոր հարցեր. արդյոք սերիալն իրոք ավարտվում է, թե պարզապես սկսվում է դրա ամենաուշագրավ ու բեկումնային փուլը։ Սա առաջին հրապարակումը չէ ավարտի մասին։ Օրեր առաջ Դիանա Գրիգորյանն ինստագրամյան իր էջում գրել էր. ամենամեծ անակնկալը հեռուստասերիալի շրջանակներում դեռ առջևում է։ Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել ավարտական նկարահանումներին, թող շարունակեն ակտիվորեն լրացնել մեր հետևորդների շարքերը։ Այս գրառումը մի կողմից հաստատեց, որ ավարտական նկարահանումներն իսկապես մոտենում են, սակայն մյուս կողմից թողեց լայն դռներ բաց ենթադրությունների համար։ Թվում է, թե Դիանա Գրիգորյանը դիտավորությամբ է ստեղծում այս լարված սպասումը, որպեսզի հանդիսատեսը մնա մշտական անորոշության մեջ, անհամբեր սպասելով հաջորդ նորություններին։ Հետաքրքիրն այն է, որ մի քանի ամիս առաջ Դիանա Գրիգորյանը հարցազրույցներից մեկում նշել էր, որ վերջին զանգը սերիալը նախատեսված է ավարտել տարվա վերջին, այսինքն դեկտեմբերին։ Եթե հաշվի առնենք այդ հայտարարությունը, ապա այժմ գրառված «Ավարտը մոտ է» արտահայտությունը կարող է վերաբերվել ոչ թե սերիալի հեռարձակման ավարտին, այլ նկարահանումների ավարտին, ինչը սովորական պրակտիկա է։ Այսինքն նկարահանումները մոտենում են իրենց եզրափակիչ փուլին, բայց սերիալի ցուցադրությունը, հեռարձակումը կշարունակվեն մինչև տարեվերջ։ Այդ տարբերությունը շատերն են նկատել մեկնաբանություններում, հետևորդներից մեկը գրել էր. եթե նկարահանումներն են ավարտվում, ուրեմն դեռ երկար կարող ենք վայելել սերիալի հերոսներին էկրանին։ Իսկ անակնկալն ըստ ամենայնի լինելու է շատ մեծ, հաշվի առնելով վերջին սերիաների զարգացումները, Անգելինայի առևանգումը, Նոյի ենթադրյալ մահը, պատմությունը չի կարող ավարտվել առանց հզոր ավարտական հանգուցալուծման։ Շատերն արդեն ենթադրում են, որ վերջին սերիաները կարող են վերածվել իսկական կինոդրամայի, որտեղ բոլոր բաց թողած թելերը վերջապես միահյուսվելու են։ Եվ այս ամենը Դիանա Գրիգորյանի ձեռագրին բնորոշ ձևով սուր, դրամատիկ, բայց միաժամանակ հուզիչ ու անսպասելի։ Նրա հետևորդները վստահ են, որ ավարտը լինելու է ոչ միայն սերիալի հուզիչ պահը, այլև նոր սկիզբ։ Ոմանք նույնիսկ համոզված են, որ Դիանա Գրիգորյանը կարող է ստեղծել երկրորդ մաս «Վերջին զանգը. նոր սկիզբ» վերնագրով, որը կշարունակի հերոսների պատմությունը մեկ այլ թարմ ուղղությամբ։ Մինչ այդ ամեն ինչ ցույց է տալիս, որ նկարահանող խումբը պատրաստվում է ավարտական մեծ դրվագներին, որոնցում կներառվեն ինչպես երկար սպասված հանդիպումներ, այնպես էլ ցավալի բաժանումներ։ Ըստ երևույթի նկարահանումների վերջին օրը նախատեսվում է հատուկ արարողություն, որտեղ ներկա կլինեն ոչ միայն դերասանները, այլև բազում երկրպագուներ, ովքեր սերիալի ամբողջ ընթացքում ակտիվորեն հետևել են նրա ընթացքին։ Այդ ամենի ֆոնին Դիանա Գրիգորյանի խոսքերը հնչում են գրեթե խորհրդավոր. ամենամեծ անակնկալը դեռ առջևում է։ Իսկ սա նշանակում է, որ սերիալի հեղինակն արդեն պատրաստել է նոր անսպասելի շրջադարձ, որը կարող է փոխել բոլոր այն պատկերացումները, որ հեռուստադիտողները մինչև այժմ ունեցել են։ Այս պահին «Վերջին զանգը» սերիալը մնում է Հայաստանի ամենաքննարկվող և ամենասպասված սերիալը։ Դերասանները դեռ չեն մեկնաբանել վերջնական ավարտի մասին լուրերը, բայց նրանց հրապարակումները վկայում են, որ նկարահանումների մթնոլորտը միաժամանակ տոնական և հուզիչ է։ Մնում է միայն սպասել, ինչպիսին կլինի այն մեծ ավարտը, որի մասին խոսում է Դիանա Գրիգորյանը։ Կլինի դա հուզիչ, թե լիովին անակնկալ շրջադարձով, ինչպես միշտ։ Մի բան հաստատ է, սերիալի պատմությունը դեռ իր վերջին խոսքը չի ասել։ Իսկ դուք ինչ եք կարծում, սերիալն ավարտվում է, թե նոր սկիզբ է դրվում այս ամենի հետ։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու, թե վերջապես երբ է Աննան իմանալու, որ Անգելինան իր դուստրն է։ Սա լինելու է հեռուստասերիալի ամենահուզիչ դրվագներից մեկը, որին սպասում են շատ հեռուստադիտողներ։ Իսկ դուք չմոռանաք գրել ձեր կարծիքը։ Ինչ եք կարծում, երբ է իմանալու Աննան, որ Անգելինան իր դուստրն է, ինչ է տեղի ունենալու հեռուստասերիալի հետագա սերիաներում։ Եվ այս ամենը հուզիչ
պահերից հետո գալու է էլ ավելի հուզիչ ու դրամատիկ պահ։ Անգելինային փրկելուց հետո Նոյի վրա կրակում են ու Նոյը մահանում է։ Դա էին հաստատում հեռուստասերիալի ինստագրամյան պաշտոնական էջում հրապարակված տեսանյութերն ու լուսանկարները։ Ինչու Դիանա Գրիգորյանը որոշեց նման կերպով դուրս անել Էդգար Իգիթյանի մարմնավորած Նոյի կերպարը։ Եվ վերջապես ում հետ է լինելու Անգելինան։ Հեռուստադիտողների մեծ մասը ցանկանում են Անգելինային տեսնել Հենրիի հետ, բայց Հենրին ու Բետին որոշել են երեխա որդեգրել, իսկ դա խաղաղ պար չէ։ Երեխան որդեգրվում է, նշանակում է, որ նոր զարգացումներ են սպասվում։ Արդյոք նրանք կբաժանվեն ինչպես իրենց ծնողները ու կլինեն միայնակ ու դժբախտ ինչպես իրենց ծնողները։ Գրեք ձեր կարծիքները, բաժանորդագրվեք, գրեք նաև թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին ամենաշատը հավանեցիք եւ որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելին իմանալ։ Գրեք նաև թե Դիանա Գրիգորյանի հաջորդ սերիայում, որի նախապատրաստական աշխատանքները հավանաբար շատ շուտով կսկսվեն, կնկարահանվեն։